Փարտիրոջը շնորհակալ ենք Աստծուց, որ կյանք տվեց, որ պահեց, որ պաշտպանեց, որ իր առջև ենք, իր ողորմությամբ այսօր կանք, ապրում ենք, թող Տերը փառավորի սիրելի քույր եղբայրներ, Աստծոյությամբ կուզեմ շարունակել խոսել, թե ոտնալվայի իմաստը որն է, երբ որ նայում ենք ոտնալվայի այդ արարողությունը արտաքինով, առաջին միտքը գալիս է, որ Հիսուսը ուղարկի մի խոնարհության օրինակ մեզ թողեց, որ ինչպես Տերը եւ Վարդապետը մեր ոտքերը լված, մենք էլ իրարու ոտքեր լվանանք։ Եվ այդ գաղափարը իրականում կա, երբ որ հաղորդության ժամանակ նրանք, ովքեր հաղորդությանը մասնակցում են, գիտեն, որ մինչև Տիրոջ արյանը եւ մարմինը ընդունելը մենք մեկս մյուսի ոտքերն ենք լվանում, եղբայրները եղբայրների ոտքերը, քույրերը քույրերի ոտքերը։ Եվ այդ ոտնալվայի մեջ կա Քրիստոսի խոնարհությունը, այն խաչի խոնարհությունը, ոչ թե մարդկային խոնարհություն, այլ հատուկ խաչալ Քրիստոսի խոնարհությունը։ Եվ դրա հետ միասին նաև խոսեցինք, որ խոնարհվելով այդ ջրով, որ մաքրում էր, դա մի խորհուրդ էր, որ Աստված իր խոսքի ջրով մեզ մաքրում է, իր Սուրբ Արյունով մեզ մաքրում է, իր Սուրբ Հոգիով մեզ մաքրում է, Հայրը մեզ մաքրում է, Աստված այդ ջրով, այդ խորհուրդը, այդ ջուրը, որ մենք շարունակաբար մաքրության կարիք ունենք, եւ նրանք, ովքեր արդեն մաքուր են, Հայրը էլ ավելի է մաքրում, եւ հետո ուղարկում է, որ պտուղ բերեն, եւ պտուղ են բերում, հետ են վերադառնում, Հայրը նորից նրանց մաքրում է, որ էլ ավելի պտուղ բերեն։ Այսօր ուզում եմ կենտրոնանանք այն մտքի վրա, որ եկեղեցին ուղարկված է։ Երբ որ 4-րդ դարում տիեզերական եկեղեցին բոլոր աշխարհի եկեղեցիների եպիսկոպոսները, երեցները հավաքվեցին, գիտենք, որ այնտեղ հատուկ մի դավանանք դրեցին, մեկ Աստված, մեկ Հայր, մեկ Որդի, Սուրբ Հոգի, այդ դավանանքը, եւ այնտեղ գրեցին, որ մենք հավատում ենք մեկ Սուրբ ընդհանրական եւ առաքելական եկեղեցի։ Եվ առաքյալ նշանակում է ուղղակված։ Այսինքն բոլոր եպիսկոպոսները, երեցները ներկայացրեցին եկեղեցին որպես ուղարկված աշխարհի մեջ, եւ մենք ուղարկված ենք, բայց այդ ուղարկելը ոտնալվայի հետ ինչ կապ ունի, սիրելի քույր եղբայրներ։ Հիսուսը գիտեր, որ ինքը հորից էր եկել, երկրի վրա եկավ, ինչ գործ պետք էր, որ արեց, եւ արդեն գիտեր իր ժամանակը մոտ էր, որ հետ պետքա գնար իր հորը։ Այդ բոլոր մեծ բաները իմանալով ինքը իր աշակերտների ոտքերը լվաց։ Եվ այնտեղ Պետրոսը չի ուզում Հիսուսը լվա, Հիսուսը որոշ բաներ է բացատրում, բայց տեսնում ենք բոլոր աշակերտների ոտքերը լվանում է, եւ հետո բարձրանում է եւ հարցնում է. Դուք գիտեք ես ձեզ ինչ արեցի։ Եվ կուզեմ այդ խոսքերը կարդալ, սիրելի քույր եղբայրներ։ 12 խոսքը, Հովհաննես 13:12 այսպես ասում. Երբ անոնց ոտքերը լված եւ իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, ըսավ անոց. Գիտեք ինչ ըրի ձեզի։ Դուք զիս վարդապետ ու Տեր կկոչեք եւ աղեք կնեք, վասնզի այնպես եմ։ Եթե ես Տերս ու վարդապետս ձեր ոտքերը լվացի, ուրեմն պետք է որ դուք հալ իրարու ոտքեր լվաք, վասնզի ձեզի օրինակ մտվի, որպեսզի ինչպես ես ձեզի արի, դուք էլ ընեք։ Եթե այս խոսքերի վրա Հիսուսը կանգներ ու սրանից հետո ուրիշ բան չասեր, կասենք Հիսուսը օրինակ է տալիս, որ մեկս մյուսի հետ նկատմամբ խոնարհվենք, ինչպես Քրիստոսը խոնարհվեց, բայց սրանից հետո մի կարևոր բան է ասում, սիրելի քույր եղբայրներ։ Ճշմարիտ կսեմ ձեզի,
ծառան իր տիրոջմեն մեծ չէ, ոչ ալ ղրկվածը զինք ղրկողեն մեծ է։ Եթե դուք այս բաները գիտեք, երանելի եք, եթե ասոնք կատարեք։ Ծառան իր տիրոջից մեծ չէ, ղրկվածը իր ղրկողեն մեծ չէ։ Բայց այս միտքը, այս խոսքերը, որ Հիսուսը խոսում է, ինչ կապ ունի ոտնալվայի հետ, հետո ասում է երանելի եք, եթե այս անեք, այսինքն այս խոսքերը եւ ոտնալվան կապում է իր հետ։ Ինչ կապ ունեն սրանք իրար հետ։ Գիտենք, որ Հիսուսը արդեն իր վերջի երեկոն էր իր աշակերտների հետ եւ ինչպես շատ մեծ մարդիկ, երբ որ գիտեն իրանց ժամը մոտ է, որ իրանք պետք է ննջեն, գնաց մյուս աշխարհ, իրանց ամենամոտիկներին կանչում են, որ նրանց հորդորեն, մխիթարեն, քաջալերեն, ոնց որ ասած իրանց վերջի փափագը կամքը ներկայացնեն, թե իրանց ընտանիքի անդամը կլինի, թե իրանց ընկերները, այդ բոլորը փոխանցում են։ Հիսուսը իր ամենամոտիկ աշակերտներին կանչեց, իմանալով, որ իր վերջի երեկոն է իրանց հետ։ Եվ բան էր ուզում սովորացներ։ Այդ ոտնալվայի միջոցով բան էր ուզում սովորացներ, սիրելի քույր եղբայրներ։ Ինչու համար։ Որտև այս աշակերտները ամեն բան թողել էին Հիսուսի համար։ Տուն, տեղ, ընտանիք, ունեցվածք, գործ, հարգանք, պատիվ իրանց շրջապատի մեջ ու հետևել էին Հիսուս Նազովրեցուն։ Հարուստ մարդ էլ չէր, որ ասեց հետո սրանից հետո պիտի մի հարստություն մեզի տա։ Կռվող մարդ չէր, պատերազմող չէր, որ ասեր այսինչ քաղաքը պետք է գրավենք, այսինչ բաները պետք է անենք։ Ամեն բան թողել էին ու շուտով իրանց Տերը, իրանց Փրկիչը, իրանց վարդապետը խայտառակ ձևով պետք է տանջվեր եւ խաչվեր եւ մեռներ։ Եվ Հիսուսը չէր ուզում այս վիճակի մեջ իր աշակերտները թուլանային, տկարանային։ Բայց նրանք գործ ունեին։ Եվ ինչ կապ ունի այս խոսքերը այդ գործի հետ։ Ճշմարիտ կսեմ ձեզի, ծառան իր տիրոջմեն մեծ չէ, ոչ ալ ղրկվածը զինք ղրկողեն մեծ է։ Ոտնալվայից հետո հաղորդության պաշտամունքը վերջացնում են, Հիսուսը շարունակում է, կարծես թե մեկնաբանությունը տա իր արածի։ Ես կուզեմ կարդալ նույն Հովանու 15-րդ գլխի 18 խոսքից։ Եթե աշխարհ ձեզ ատե, գիտեք թե ձեզմե առաջ զիս ատես։ Եթե աշխարհեն եղածը լայք, աշխարհ իրենները կսիրեր, բայց որովհետև աշխարհեն չեք հակպա, ես ձեզ աշխարհեն ընտրեցի, անոր համար աշխարհ ձեզ կատե։ Մտներիդ բերեք այն խոսքը, որ ձեզի ըսի, թե ծառան իր տիրոջմեն մեծ չէ։ Եթե զիս հալածեն, ձեզ ալ պիտի հալածեն։ Եթե իմ խոսքս պահեցին, ձերն ալ պիտի պահեն։ Բայց այս ամեն բաները պիտի անեն ձեզի իմ անվանս համար, եւ հետո շարունակում է։ Ասում է, հիշում եք ձեզ ինչ ասեցի։ Ինչ ասեց Հիսուս։ Հենց ոտնալվայից հետո ասեց, ծառան իր տերիցը մեջ չէ, ոչ էլ ուղարկվածը իրեն ուղարկողիցը։ Եթե ինձ ատեցին, ձեզ էլ կատեն, եթե իմ խոսքերը պահեցին, ձեր խոսքերն էլ կպահեն։ Եվ Հիսուսը իր աշակերտներին այդ ոտնալվայի միջոցով մաքրեց, սրբեց, որպես խորհուրդ, նրանց պատրաստեց, որ պետք է ուղարկի աշխարհի մեջ։ Եվ եկեղեցին, մենք սիրելի քույր եղբայրներս, եւ տիեզերական եկեղեցին, որ մեկ է, ուղարկված է
Աստծո կողմից աշխարհի մեջ։ Բայց սիրելիներս, այդքան հեշտ չի ուղարկված լինել աշխարհի մեջ։ Ամեն մեկս նեղություններ ունենք, դժվարություններ ունենք, ամեն մեկս էլ մեր թերությունները, սխալները, մեղքերը։ Եթե այդ աշակերտներից մեկը լինեի, իմանալով ինչ որ հիմա գիտեմ, կասեի Հիսուս, ես մեզ մենակ ես ուղարկելու։ Մենակ ես թողելու։ Բայց Հիսուսը իմանալով աշակերտների սիրտը, ասես ես ձեզ որբ չեմ թողնի։ Եվ եկեղեցին ուղարկելով, մինչև եկեղեցին ուղարկելը, Հիսուսը մի ուրիշին է ուղարկում։ Ասում է ես հորս կխնդրեմ եւ ինքը մխիթարիչ Սուրբ Հոգին կուղարկի ձեր մեջ, ձեր հետ կլինի, ձեր մեջ կլինի։ Եվ ինչ որ ես խոսեցի, ինչ որ ասեցի, ձեր միտքը կբերե եւ նոր բաներ կսովորեցնե եւ կառաջնորդե ձեզ եւ աշխարհի հետ էլ Սուրբ Հոգին հարցեր ունի լուծելու, ասում աշխարհին կտատապարտի մեղքի արդարության համար։ Տեսնում ենք, որ Աստված մեզ մենակ չի թողնում այս ծառայության մեջ։ Պողոս առաքյալը ասում է, ով որ Հիսուսի անունը կանչի, կփրկվի։ Բայց ասում է, ոնց նրա անունը կանչեն, եթե չեն լսել նրա մասին։ Ոնց կլսեն, եթե մեկը չի քարոզել նրանց։ Ոնց կքարոզեն, եթե մեկը նրանց չի ուղարկել։ Եվ հետո Եսայա մարգարեի խոսքերն է ասում, ինչ գեղեցիկ են խաղաղության ավետարան քարոզողի ոտքերը։ Սիրելի քուր եղբայրներս, մեկս մյուսի ոտքերը լվանալով Տեր Հիսուսի Քրիստոսի այդ խորհուրդն են կատարում, որ մենք մեկս մյուսի ոտքերը Աստծո հոգով պատրաստում ենք, որ ուղարկվենք աշխարհի մեջ, որ խաղաղության ավետարանը քարոզենք, տարածենք։ Եվ հենց այդ նույն Հովհաննեսի մեջ ասում է իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս։ Ոչ թե ինչպես աշխարհն է ձեզ տալիս, ես ձեզ տալիս եմ։ Ձեր սրտները չխռովեն եւ չվախենան։ Եվ հետո միտեղ ասում է աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց քաջալերվեք, քաջասիրտ եղեք, ես հաղթեցի աշխարհին։ Տեսնում ենք սիրելի քուր եղբայրներ, եկեղեցին ուղարկված է աշխարհի մեջ։ Մենք ուղարկված ենք, ուզած թե չուզած, եթե եկեղեցու մեջ ես, Քրիստոսի մարմնի անդամ ես, դու ուղարկված ես, դու դեսպան ես, Աստծո կողմից ուղարկված ես։ Մեկին մեծ բանի մեջ է ուղարկված, մյուրիշին իր ընտանիքի մեջ ուղարկված է։ Բայց ամեն մեկս ուղարկված ենք։ Երբ որ Հիսուսը իր առաքյալներին, աշակերտներին երկու ուղարկում էր, բայց այն ժամանակ միայն Իսրայելի գյուղերի, քաղաքների մեջ գիտեր, որ մարդը վախկոտ է, վախենում է։ Եվ այս նույն խոսքերը իրանց ասեց. ծառան իր տերիցը մեջ չէ, եթե ինձ արեցին, ձեզ էլ կանեն։ Այսինքն այս վերջի երեկոն Հիսուսը իր աշակերտներին պատրաստում է, որտեղ նրանք գործ ունեն անելու։ Նրանք այս երկրի վրա աղ եւ լույս պետք է լինեն։ Նրանք պետք է քարոզեն Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Նրանք պետք է գործեն եւ մենք էլ պետք է գործենք, սիրելի քույր եղբայրներ, բայց մենք մենակ չենք։ Աստված իր Սուրբ Հոգին է ուղարկել մեր մեջ,
որի միջով ասում ենք Աբա Հայր։ Տեսնում ենք, որ Աստված իր ժողովրդին ուղարկում է, բայց իր ժողովրդին ոչինչ չի պատվիրում, եթե այդ իր ասացի հետևը ինքը Սուրբ Հոգին չի դրել, որ եկեղեցու միջով կատարի։ Մենք ուղարկված ենք, սիրելի քույր եղբայրներ, եւ նեղություններ կլինեն, դժվարություններ կլինեն, եւ ինչքան որ մեծանում եմ, ես հիշում եմ, որ ես փոքր էի, չէի հասկանում, թե ծնողներս հետո եկեղեցում ինչքան էին հոգսանում ընտանիքի համար, որ փոքր ես չես հասկանում ընտանիքի խնդիրները, նեղություններ, դժվարություններ, բայց լսում ես քո ծնողները աղոթք են անում ընտանիքի համար, եկեղեցում ընտանիքների համար, եւ ես կասեմ, այս կյանքի մեջ ամենադժվար բանը ընտանիքի մեջի խնդիրներն է, դժվարություններն է, թե դա կռիվներ լինեն, թե բաժանումներ, թե խռոված վիճակ, թե գայթակղված վիճակ, թե հիվանդություններ, թե ինչ-ինչ բաներ, մեր ընտանիքների մեջ շատ տկարություններ կան, թերություններ կան, եւ շատ անգամ դրա պատճառով մենք տկարանում ենք, թուլանում ենք, բայց հիշենք, որ Սուրբ Հոգի կա, Մխիթարիչ Սուրբ Հոգին, մենք պետք է կանչենք Սուրբ Հոգուն մեր ընտանիքների մեջ էլ, որ Սուրբ Հոգին գործի մեր ընտանիքների մեջ, որ Սուրբ Հոգին մեր ընտանիքների գործերի մեջ խառնվի, այն ասվածքը չէ, որ եթե դրսից մեկ ուզում է քո ընտանիքի գործերի մեջ խառնվի, ասում ես իմ ընտանիքի գործի մեջ մի խառնվի, ու դա ճիշտ է, ճշմարտություն է, մարդը թող չխառնվի, բայց Աստծո Սուրբ Հոգին, աղոթք կանենք, Հայր, ուղարկի քո Հոգին մեր ընտանիքների մեջ, թող խառնվի մեր ընտանիքի գործերի մեջ, որ ողորմություն լինի մեր ընտանիքների մեջ։ Գիտեք, եկեղեցին կազմված է ընտանիքներով։ Երբ որ մեր ընտանիքները տկար են, եկեղեցին տկարանում է։ Նույն ճիշտ հակառակ կողմներ կան, երբ որ եկեղեցին է տկարանում, մեր ընտանիքներն են տկարանում։ Այդ երկուսը իրար հետ գործում են։ Բայց երբեք չմոռանանք Հիսուս Քրիստոսի խաղաղությունը։ Եվ Հիսուսը առաքյալները միտեղ Հիսուսը արդեն հարություն արել, մեռել է, հարություն արել, առաքյալները դեռ հստակ չգիտեն, թե ինչ է կատարվել։ Հիսուսը մտնում է այն սեյնակը, որտեղ որ առաքյալները վախից պաղկվել են, վախից։ Եվ Հիսուսի ամենաառաջի խոսքերը ո՞րն են։ Խաղաղություն ձեզ։ Առանց խաղաղությունով, սիրելի քույր եղբայրներ, մենք չենք կարա աշխարհի մեջ գործենք, աղ ու լույս լինենք։ Եվ հետո ինչ ասում, ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Բայց այդտեղ կանգնում է, ոչ, գրված է, որ փչում է իրանց մեջ եւ ասում է առեք Սուրբ Հոգին։ Տեսնում ենք, որ այդ խաղաղությունը, այդ ուղարկված վիճակը եւ Սուրբ Հոգին իրար հետ կապ ունեն, սիրելի քույր եղբայրներ։ Իրար հետ կապ ունեն։ Սուրբ Հոգին խաղաղության հոգի է։ Եվ Աստծո խաղաղությունը մեզ փոխանցում է, Աստծո այդ խաղաղությունը իրականացնում է։ Եվ Հիսուս ասում է, որ տուն որ մտնեք, խաղաղություն ասեք, եթե արժանի լինեն ձեր խաղաղությունը կհանգչի։ Աստծո Հոգին խաղաղության Աստված է։ Եվ սիրելի քույր եղբայրներ, Հիսուսը ասեց, մեկդ մյուսի սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, ոտնալվայից հետո, եթե մենք մեկս մյուսի հետ խաղաղություն չունենանք, մեկս մյուսի ոտքերը չենք կարա լվանանք։ Երբ որ ես քո ոտքերը լվանում եմ, ես Աստծո սիրով ասում եմ Հայր, մաքրի, սրբի եղբորս պատրաստի, որ գնա խաղաղության ավետարանը քարոզի։ Բայց եթե խաղաղություն չկա մեջս,
Եթե չոքում եմ եղբորս առջև եւ իմ եղբորս ատում եմ, չեմ կարում տանել, չեմ հավանում եւ այդ ոտքերը լվանում եմ, այդ լվանալը օգուտ տալու է սիրելի քույր եղբայրներ։ Եվ եթե նստել եմ եւ իմ ոտքերը պետքա լվանան եւ այնպես մեկն է լվանում, ասում է, այս մեկին չեմ ուզում լվանա իմ ոտքերս։ Կամ ինձ ինչ լվանալու կարիք կա, ես ուղղակի էսի անում եմ, ինձ լվանալու կարիք չկա։ Սիրելի քույր եղբայրներ, մեկս մյուսի սիրելը, երբ որ մեկս մյուսի սիրենք, ինչպես Աստծո խոսքն է մեզ պատվիրում, որ սիրենք, այն ժամանակ աշխարհը կիմանա, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք։ Այսինքն աշխարհի մեջ որպես ուղարկված ժողովուրդ, եթե մեկս մյուսի չենք սիրում, աշխարհը չի կարա իմանա, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք։ Եվ կուզեմ 17-րդ գլուխ Հիսուսի վերջի խոսքերը իր աշակերտների հետ կարդալ, այս միության մասին, այս սիրո մասին, կուզեմ կարդալ։ Կուզեմ 17 խոսքից կարդալ, սրանից հետո խոսում է, ես աշխարհից չեմ, ինչպես նրանք աշխարհից չեն, չեմ աղոթում, որ նրանց աշխարհից անես, բայց որ նրանց չարից պահես, եւ հետո 17 խոսքից մինչեւ 26 խոսքը Հիսուսի վերջի խոսքերը իր աշակերտներին, որպես ընդհանուր աշակերտներ, մինչև իհարկե իր հարությունից հետո էլի խոսացել է, բայց իր մինչև հարությունը այս խոսքերը խոսեց աշակերտների հետ։ 17 խոսքից 17 գլուխ։ Սրբե զանոն քո ճշմարտությունովդ, քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու զիս աշխարհ ղրկեցիր, ես ալ զանոնք աշխարհ ղրկեցի։ Անոնց համար ես իմ անձս կսրբացնեմ, որպեսզի իրենք ալ ճշմարտությունով սրբանան։ Բայց միայն անոնց համար չեմ աղաչել, այսինքն աշակերտները իր մոտ են, Հիսուսը աղոթք է անում, իր աշակերտները լսում են, որ Հիսուսը այս աղոթքն անում։ Բայց ասում է ոչ թե միայն այս 12-ի համար եմ աղոթք անում, այսինքն 11 այդ ժամանակ Հուդան արդեն գնացել էր, ասում է բայց բոլոր նրանց համար, ովքեր նրանց խոսքով կհավատան։ Այսինքն այս աղոթքը, որ Հիսուսը անում է, իմ համար է, քո համար է։ Եվ լսենք այդ աղոթքը, տենանք Հիսուսը ինչ է աղոթք անում։ Անոնց համար ես իմ կներեք, բայց միայն անոնց համար չեմ աղաչիր, այլ բոլոր անոնց համարալ, որ անոնց խոսքով ինձի պիտի հավատան, որպեսի ամենքնալ մեկ ըլան, ինչպես դուն, ով հայր, իմ մեջս ու ես քո մեջդ, որպեսի անոնքալ մեր մեջ մեկ ըլան եւ աշխարհ հավատա, թե դուն ղրկեցիր զիս։ Դες եկեղեցին, երբ որ մեկ է լինում, եւ այդ միաբանությունը, որ մարդկային միաբանություն չի, որտեղ չի ասում, որ իրանք մեկ լինեն, եւ հետո այլ իրանք մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ եւ իրանք էլ մեր մեջ։ Այսինքն այդ միաբանությունը, որ եկեղեցին ունենում է մեկը մյուսի հետ է եւ Քրիստոսի հետ մեկ են։ Եվ հետո ինչ է ասում, որպեսի աշխարհը իմանա, որ դու ինձ ղրկեցիր։ Աշխարհը երբ է Հիսուսին ճանաչում, սիրելի քույր եղբայրներ, երբ է ճանաչում, սրանից առաջ ասեց, եթե մեկը մյուսի սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այսինքն աշխարհի մեջ շատ սիրո գաղափարներ, մեկնաբանություններ կան, բայց մեր սերը այդպիսին չի։ Մենք մեկս մյուսի սիրում ենք, ինչպես Քրիստոսը մեզ սիրեց։ Եվ երբ որ եկեղեցին մեկ ալինում ճշմարտության մեջ, Քրիստոսի մեջ, այն միությունը, որ հայրը եւ որդին ունեն, Սուրբ Հոգին էլ եկեղեցուն մեկ է դարձնում եւ հայրը որդին եւ Սուրբ Հոգին
միաբանվում են եկեղեցիներ նրանց մեջ խառնված եւ գրված է Պետրոսի մեջ, որ Աստծո աստվածային բնության հետ հաղորդ ըլանք։ Սուրբ Հոգին մեզ հաղորդ է անում այդ աստվածային բնույթի հետ։ Բայց ոնց կարող ենք հաղորդ լինել, սիրելի քույր եղբայրներ, եթե մեկ չենք։ Ոնց կարող ենք հաղորդ լինել, երբ որ մեկս մյուսի չենք սիրում, ինչպես Հիսուսը մեզ սիրեց։ Երբ որ նայում ենք աշակերտների կյանքը, այնպես չի, որ իրանք լրիվ ընենց միաբան էին նույն հաղորդության այս պաշտամունքի ժամանակ, Ղուկասի մեջ է գրված, նրանք վիճաբանում էին, թե նրանց միջի մեծը ով է։ Այսինքն նրանց մեջ այդ միաբանությունը դեռ չկար, բայց գալու էր այդ միաբանությունը, որտեղ Աստված իր Սուրբ Հոգին պետք է ուղարկեր նրանց մեջ, եւ Սուրբ Հոգին պետք է միաբաներ նրանց։ Եվ դրա համար սիրելի քույր եղբայրներ, մենք ուղարկված ենք։ Եկեղեցին մեկ է, Սուրբ է, ընդհանրական է եւ առաքելական է։ Այսինքն ուղարկված է։ Բայց սրանից հետո մեկ մկրտություն, մեկ հավատք, մեկ հարություն, դա տենց նշում է։ Մեկ Աստված։ Ես կուզեմ այդ վերջի խոսքերը կարդալ Եփեսացիս եւ այնուհետեւ աղոտ կանենք սիրելի քույր եղբայրներ, թող Աստված այս հարցը ամեն մեկից մեջ լուծի, օգնի, մեր սրտների հետ աշխատանք տանի։ Եփեսացիս 4 գլուխ առաջի խոսքից արտկաղաչեմ ձեզի, ես որ Տիրոջը համար կապված եմ, որ դուք այնպես քալեք, ինչպես կվայլե այն կոչումին, որով կանչվեցաք, լման խոնարհությունով եւ հեզությունով, երկայնամտությամբ, սիրով իրարու ներողամիտ ըլալով։ Եվ այստեղ տեսնում ենք Սուրբ Հոգին նորից գալիս է, ջանալով Սուրբ Հոգին միաբանությունը, խաղաղության կապովը պահել։ Տեսնում ենք, որ Սուրբ Հոգին է կապում եւ պահում, եւ ասում է մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես կանչվեցաք ձեր կոչումին մեկ հույսովը, Տերը մեկ է, հավատքը մեկ է, մկրտությունը մեկ է Աստված եւ ամենուն Հայրը, որ ամենուն վրա ու ամենուն հետ եւ ձեր ամենուն մեջ է, ամեն։ Թող Տերը փառավորվի սիրելի քույր եղբայրներ, եւ ամեն անգամ մեկս մյուսի ոտքերը լվանալով հիշենք, որ մեծ ծառայություն ենք անում, մի խորհուրդ է, որ մենք գործում ենք Քրիստոսի խոսքի համեմատ, որտեվ այդ գործողությունից հետո մենք գնում ենք աշխարհ, եւ աշխարհի մեջ նեղություններ կան, դժվարություններ կան, նեղություններ կան։ Եվ եթե Աստծո Սուրբ Հոգով այդ բոլորը չգնանք, չանենք, չգործենք, եթե Սուրբ Հոգին խառնված չլինի, եթե այդ խաղաղությունը չլինի, իմանանք, որ մի բան այն չի։ Ասում է Աստծո խոսքը, Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, այլ խաղաղություն, ուրախություն եւ արդարություն Սուրբ Հոգիով։ Թող Աստված օգնի մեզ, սիրելի քույր եղբայրներ, եւ զորացնի մեզ։ Մենք ուղարկված ենք։ Մենք ուղարկված ենք։ Թող Սուրբ Հոգին մեր մեջ գործի, զորացնի, ուժ ու կարողություն տա, որ Աստծո Հոգու ձայնը լսելով ճիշտ անենք, մաքուր անենք, սուրբ անենք։ Եկեք ոտքի կանգնենք, աղոտ կանենք սիրելի քույր եղբայրներ։ Բարի ողորմած Հայր Աստված, փառք ենք տալիս ու գոհանում ենք, շնորհակալ ենք ու փառավորում ենք, որ մեզի ներեցիր, մեզի մաքրեցիր, մեզի սրբեցիր եւ այս երկրի վրա, այս աշխարհի մեջ մեզի գործ տվեցիր, պարապ չթողեցիր մեզի, դու եկեղեցուն ուղարկեցիր աշխարհի մեջ, որ աղ եւ լույս լինի,
Տեր Աստված օգնի։ Օգնի, որ աղ ու լույս լինենք։ Օգնի, որ քո գործը գործենք, Տեր Աստված։ Օգնի, որ մեկս մյուսի սիրենք, ինչպես դու մեզի սիրեցիր, որ մինչև այսօր դրա մեջ թերացել ենք, տկարացել ենք, մեղավոր ենք դրա մեջ, Տեր Աստված։ Օգնի եւ ողորմություն արա։ Այդ սերը, Տեր Աստված, այդ Սուրբ Հոգու սերը լեցրու մեր սրտների մեջ։ Ուղարկի քո սիրո հոգին, թող լեցնի մեր սիրտը քո սիրով, Տեր Աստված։ Շատ կարիք ունենք, Տեր Աստված, քո Սուրբ Հոգու, շատ կարիք ունենք, խնդրում ենք, ուղարկի քո հոգին այս եկեղեցու մեջ, ուղարկի քո հոգին, որ Տեր Աստված մեր սրտների վրա աշխատանք տանի, մեր մտքերի վրա աշխատանք տանի, մեր մարմինների վրա աշխատանք տանի, ուղարկի Սուրբ Հոգին, որ առաջնորդի եւ սովորացնի, որ իշխի մեր Տեր Աստված չար ցանկությունների վրա, որ մենք Տեր Աստված մեր ուզածը չանենք, այլ քո ուզածը անենք։ Օգնի Տեր Հիսուս Քրիստոս, որ մեկս մյուսի սիրենք, օգնի, որ մեկս մյուսի ներենք, օգնի, որ մեկս մյուսի համբերենք, օգնի Տեր Աստված, օգնի եւ այցելի քո զորավոր հոգիովը։ Փառք ենք տալիս, գոհանում ենք, շնորհակալ ենք ու փառավորում ենք քո մեծ ու պատվական անունը, ու այս ամենի Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։